Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Նամարաքելյան։ Այսօր հաղորդման ընթացքում հյուրընկալել եմ բժիշկ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Գորգոջյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար, բարի օր։ Ես այս հաղորդման ընթացքում բարձրաձայնելու եմ թերևս ինձ առավել շատ հանդիպած այն մտահոգությունները, խնդիրները, որոնք պացիենտներն ունենում են մինչև բժշկի դուռը հասնելը, հա, այսպես նաև կարող ենք ասել։ Թերևս ամենաառաջինը պացիենտները վախենում են, մտահոգվում են, որ բժշկի գնալը շատ ու շատ մեծ ծախսերի հետ է կապված, եւ շատ հաճախ նաև լսել եմ այսպիսի արտահայտություն, որ գումար եմ հավաքում, որ գնամ բժշկի։ Ինչու ենք այսքան մտածում, որ բժշկի գնալը այսպես վարկատար երևույթ է։ Վարկատար, լավ ասացիք, դատեք։ Իրականում դա որոշ չափով կեղծ կարծիք է, միանշանակ, շատերը կզարմանան, բայց ես հեսա հիմնովին կբացատրեմ ինչու։ Եւ այդ կեղծ կարծիքը ստեղծվում է իտոգում իրականում գործող որոշ սխեմաների հիման վրա։ Ոչ բոլորն են աշխատում նույն ձևով, ոչ բոլորի մոտեցումն է բժիշկների նույն ձևի դրսևորվում պացիենտի համար եւ շատ ավելի հազվադեպ լինում են նման դեպքեր, որոնք այդ կարծրատիպը ստեղծում են։ Այսինքն լաբորատոր ծախսեր, որոնք փոքր գումար չեն կազմում, եթե լիարժեք կոմպլեքս հետազոտություն է կատարվում եւ պացիենտը այդ ամբողջական գումարը հիմնականում ոչ այնքան տրամաբանորեն ճիշտ քայլեր կատարելով արդեն դարձնում է շատ ավելի մեծ։ Մի քիչ խառստացվեց նախադասությունս, այսինքն մինչև բժշկի գնալն են գնում լաբորատորիա։ Լինում է, երբ որ գնում են բժշկը տալիս է մեծ ցանկ հետազոտությունների, կամ նույնիսկ չեն գնում, այլ հետաքրքրվում են, երբ ինչ հանձնում են սխալ հետազոտություններ, սխալ ծավալով, եւ այդ ամբողջ գումարը իտոգում այս ամբողջ ասածս գնում է դեպի դա, գրվում է որպես բժշկի վճար։ Այսինքն վճարեց 200-300, քնչուց թվերի մասին է խոսքը հազարների, բայց եթե դու սկսում ես հարցնել, բարձվում է, որ հետազոտվել է այս հետազոտությունները, այն հետազոտությունները, անքնություններ, ինստրումենտալ գործիքային հետազոտություններ եւ այլն։ Եթե մենք հակառակ կողմից մոտենանք հարցին, այսինքն անձը ունի խնդիր կամ անձը ստապ դատելով հասկանում է, որ տարին մեկ պետք է անցնել որոշակի տարեկան զննումն, ինքը առաջնահերթ պետք է գնա բժշկի մոտ։ Եվ բժշկի մոտ գնալուց ոչ թե պետք է ստանա որ պրայս այս հետազոտությունները եւ հետո մուտք կաբինետ, այլ զրույց, որովհետեւ նախ պետք է լսել, տեսնելով գնահատել հասակը, քաշը, մազակալումը, հարցեր տալ։ Հարցերի շնորհիվ կոնկրետ գինեկոլոգիայում շատ հարցերի պատասխաններ ենք ստանում, ցիկլի բնույթ, սեռական կյանքի առկայությունը, որպեսզի հասկանանք հետազոտությունների ցանկը, արկա գանգատները ամենակարևորը եւ գանգատները լսել պետք է մանրամասն, որպեսզի կողմնորոշվենք, որ ուղղությամբ մտածել, որովհետեւ եթե մենք հստակ լսենք եւ պացիենտը կարողանա միտքը ձևակերպել, մեր ամբողջ մտածելակերպ, ամբողջ այդ մտքերը ձևավորվում են եւ նեղ արդեն ունենում ենք հստակ ուղղություն, որ ուղղությամբ պետք է մտածել։ Երբ որ խորհրդատվությունը անցնում է, գինեկոլոգիայի հետ կապված թե հաջորդ քայլը զննումն է, որը խորհրդատվության մի մաս է։ Դա առանձին հետազոտություն չէ, այլ խորհրդատվությունը իր մեջ պարտադիր ներառում է նաև զննում։ Զննման ընթացքում ստանում ենք մի շարք այլ հարցերի պատասխան, դա հեշտոցամուտքի վիճակն է, հեշտոցի պատերի իջեցում, արգանդի պարանոցի վիճակը, էկտոպիայի առկայությունը, պոլիպների եւ այլ շատ կարող եմ դեռ թվարկել։ Այսինքն մենք էլի ունենք բավականին մեծ ինֆորմացիա եւ եթե բժիշկը ինքը չի կատարում, ուղղորդում է ուլտրաձայնային հետազոտության արդեն արգանդի մարմին, ձվարան եւ այն փոքր կոնքի օրգանները, եթե ոչ արդեն ես տեղում անում եմ եւ ունենում ենք նախնական ախտորոշում։ Այս ախտորոշման հիման վրա լսած, տեսած եւ արդեն ստացած հստակ գնահատական ես կարողանում եմ տալ լաբորատոր հետազոտության ամբողջ ցանկը, որը միանշանակ լինում է երևի թե ամբողջ հնարավոր հետազոտությունների, եթե 1/4 ասեմ, դա կլինի շատ։ Հնարավոր է դա լինի ընդամենը 1 պապ տեստի անհրաժեշտություն, տարիքային խմբից ելնելով պրոֆզնման, որը նախ չմոռանանք պետական անվճար ծառայության մասին, որ գործում է պոլիկլինիկաներում, այնտեղ ընդհանրապես այս թեման չի քննարկվում, բայց նույնիսկ եթե ենթադրենք պացիենտը եկել է եւ նշանակում եմ, ինքը կարող է անվճար այդ պապ տեստը հանձնել։ Գնային արժեքը իր 5000-ից է սկսում։ Այսինքն այստեղ ծախսերի մասին խոսել չենք կարող։ Եթե կան որևիցե այլ խնդիրներ, արդեն հստակ
միշտ բացատրություն տրվում է այս անալիզները, որովհետև ունենք այս խնդիրը, այս լաբորատորիական քննությունները միանշանակ։ Եթե առանց հիմնավորելու եւ եթե դա արվում է թռուցիկ, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, մի հատ լսեցի անեմ, մի հատ էս գնամ, մի հատ այն, իհարկե դառնում է մի մեծ գումար։ Այստեղից այդ ստերեոտիպը արդեն դրսևորվում է։ Առաջնային խորհրդատվություն, որը իրականում, եթե մենք նայենք տարվա կտրվածքով աշխատած գումարը եւ ծախսը մեծ գումար չի ներկայացնում ցանկացած մասնագետի մոտ, որից հետո նոր արդեն կարելի է պլանավորել եւ պարտադիր չի հենց այդ նույն օրը կատարել այդ ամբողջ հետազոտությունները, կարելի է նաեւ բաշխել ըստ կարևորության։ Դա էլ եմ կիրառում պրակտիկայում, որովհետեւ կինը երբ որ գալիս է գանգատով, ինքը կարող է ունենալ անհրաժեշտություն մի քանի հետազոտության, որից կոնկրետ այս օրինակ, հորմոնալ ֆոնն է պետք ստուգել, որտեղ ցիկլի խախտումն է։ Երկրորդային արդեն կարելի է դիտարկել այլ հետազոտություններ, դա գալիս է առաջնային պլան։ Եվ բաշխել ըստ հարմարության, ըստ ժամանակահատվածի։ Այնպես որ այդ ստերեոտիպը կա, ես չեմ ասում չկա, որովհետև կարծում եմ հիմա շատերը կասեն տենց չի, մենք առնչվել ենք, կա, բայց ճիշտ ընտրել մասնագետը եւ միշտ սկսել խորհրդատվությունից հիմնվելով այն ամենի վրա բժիշկը բացատրի եւ չամանչել հարցնել, իսկ ինչի համար եմ ես հանձնում այս անալիզներ, որովհետեւ այսօր լաբորատորիաները, կոնկրետ մեր լաբորատորիան ինքը այնքան զարգացած է, որ կարելի է թեթև ցանկացած առողջ մարդու հետազոտել անծայրածի եւ միանշան գոնե մի բան ժառանգական նախատրամադրվածություն կգտնենք։ Նայած ինչ նպատակ է։ Դրա համար են ասում, որ չկան առողջ մարդիկ կամ վատ հետազոտված հիվանդներ։ Այո, կան չհետազոտված ուղղակի։ Այստեղ նպատակը դա է, այսինքն լսել, կողմնորոշվել եւ ճիշտ հետազոտության պլանը կազմել։ Դա ամենակարևորն է։ Հաջորդ մտավախությունը պացիենտների մոտ այն է, որ մտածում են գուցե չհասկացվեն բժշկի կողմից, ամաչում են, որ երկար ժամանակ հետաձգել են բժշկի այցը, հաճախ վստահ եմ ձեր կաբինետում էլ ասում են պացիենտները, նույնիսկ հպարտությամբ վերջին անգամ 10 տարի առաջ եմ եղել գինեկոլոգի մոտ կամ 5 տարի առաջ եմ եղել, երբեք չեմ եղել, նույնիսկ այսպիսի արտահայտություններ կարելի է լսել, եւ այդ մտավախությունը, որ կարող են մեղադրել, փորձում է հետաձգել նաեւ այցը բժշկի մոտ։ Կա երկու տիպի վախ պացիենտների մոտ։ Նախ վախ ինչ կասի բժիշկը, ինչ կախտորոշի։ Այդ վախը չիմանամ ավելի լավ։ Ես այդ վախի հետ շատ հաճախ եմ առնչվում։ Կանայք որ գալիս իրենք բավականին ինֆորմացված են լինում, այսօր սոցցանցերը բավականին շատ հետևում են, կարդում են, լսում են եւ իրենք ինֆորմացված են եւ շատ հաճախ այդ վախի հետ առնչվում եմ։ Չեմ գալիս, որ չիմանամ, ես վախում եմ ինչ կասի բժիշկը։ Դա կարելի է հեշտ ընդհանրապես պետք է սթափ հասկանալ, որ ինչքան շուտ բժիշկը ասի, որ կա նախավիճակ, այնքան շատ ավելի մեծ են մեր հնարավորությունները այսօր բժշկության մեջ, շատ ահռելի մեծ են, եթե կա ֆոնային վիճակ, կանխել նույնիսկ ամենավատ սպասվող հիվանդությունները։ Եվ երկրորդ վախը դա արդեն միգուցե այդ ձեր ասածն է, որ մտածելու տեղիք է տալիս, որ կարող է լինել մեղադրանք, բայց եթե նման մեղադրանքը կարծում եմ պետք է շատ արագ փոխել մասնագետին։ Կա լուծում կա, որովհետև եթե դու մտնում ես աշխատասենյակ եւ մասնագետը ասում է նմանատիպ բովանդակությամբ նախադասություն, դա պետք է արդեն միանշանակ փոխել։ Ուրիշ բան, եթե զրույցի ընթացքում ինչը պարտադիր մենք հարցնում ենք, երբ ա եղել վերջի հետազոտությունը, երբ եք անցել այս քննությունները կամ երբ եք եղել գինեկոլոգի մոտ եւ հնչում է նման պատասխան, ծննդաբերելուց հետո, այս ծննդաբերությունը 10 տարի առաջ էր օրինակ, իհարկե ասում են, որ տարեկան բուժզնումը դա պարտադիր է ցանկացած կնոջ համար եւ դա ի նկատի ունենալ ապագայում։ Իսկ հիմա այս պահին, երբ դուք ներսում եք եւ մենք սկսում ենք այն կետից, ինչ ունենք։ Թե ինչու չի գնացել ազարումի խնդիրներ կան, կարող է եղել է իրականում ֆինանսային խնդիր, կարա լինի ժամանակի խնդիր, կարա լինի բարեկամի հիվանդություն, որ չի տալիս ժամանակի ազատ տրամադրել, որպեսզի շատ են խնդիրները։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Այո, ֆոբիաների հետ կապված պետք է նախ ուղղակի հասկանալ, որ կանխելը միշտ ավելի հեշտ է, ավելի մատչելի է ֆինանսապես միանշանակ եւ քիչ ժամանակատար, կաց թողնել եւ վախենալ է։ Դու այդ վախի հիման վրա արդեն ստեղծվում է լրիվ ուրիշ պատկեր։ Մարդը վախում է, մարդը անդադ ստրեսի մեջ է, ստրեսային ֆոնը լրիվ փոխում է օրգանիզմի աշխատանքը եւ նույնիսկ առօրյա կյանքում ինքը սկսում է ամենտեղ փնտրել ինչ-որ խնդիրներ, կարդալ իր խնդիրների մասին, ենթադրում է ախտորոշում եւ դրանից ավելի շատ հաճախ դիագնոզով գալիս են ստիպված հերքում ենք դիագնոզները, որովհետեւ խնդիր է իրականում չկա կամ բացատրում ենք, որ դա նորմալ է,
բայց դա ժամանակ է տանում եւ ամենակարևորը իրենց թե նյարդերը, թե հորմոնալ եւ ընդհանուր հոգեհուզական վիճակն է դժում։ Շատ հաճախ նաև բժշկի չեն գնում կամ ոչ թե չեն գնում, ավելի շատ հետաձգում են, հա, բժշկի գնալը, որովհետև պետք է պատրաստվել։ Եվ մեզ բոլոր պացիենտներից թվում է, որ երբ մենք գնում ենք բժշկի, բժիշկը շատ մեծ ուշադրությամբ եւ մանրակրկտորեն նայում է, թե մեր ոտնահարդարումը ինչ վիճակում է, մեր ներքնաշորերը ինչ վիճակում են, մի խոսքով են բոլոր մանրուքները, որոնք յուրաքանչյուր կնոջ առհասարակ մարդու համար կարևոր են, մեզ թվում է, որ դա առաջնայինն է բժշկի համար եւ փորձում ենք մաքսիմալ այսպես պատրաստված գնալ բժշկի մոտ։ Միշտ չի որ բժիշկները տեն շատ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպիսի գույն ունի մեր ներքնաշորը։ Ասեմ ավելին, բժիշկը ընդհանրապես չի դարձնում ուշադրություն նման փաստերի վրա, որովհետև ամենակարևորը մեր համար դա բժշկական տեսանկյունից հայացքն է, այսինքն մենք իրականում չենք տեսնում, այ կինը երբ գալիս է հանվում է, ինչ ներքնազգեստեր, գույնը, ոտների մազահեռացումը, այդ բոլորը մենակ ինտիմ զոնան, որը հատուկ ուշադրության արժանի, մյուս հարցերում իրականում դա ոչ մի նշանակություն չունի։ Նույնիսկ ավելին, երբ որ լինում է խնդիր, ընդհանրապես պատրաստվել որևիցե պրոցեդուրաներ անել պետք չի, նախ բժիշկը դա չի նկատում, արվում է միայն գիգիենայի ամենօրյա պրոցեդուրաները առանց հավելյալ որևիցե, որովհետև մենք գալիս ենք, ասում եմ, ճիշտ եմ պատրաստել, ոչ, ընդամենը առավոտյան, եթե դուք լվացվում եք, մեզ դա լրիվ բավարար է, լուգանք եք ընդունում կամ ինտիմ զոնան եք, բայց միայն գիգիենան, ուրիշ ոչ մի բան, ոչ մի ներքնազգեստներ, ոչ մի շորեր, հավելյալ ինչ-որ հետաքրքիր զգեստեր լինում են, նույնիսկ այնպես են հագնում, որ դա հարմար չի լինում հանվելուց։ Բայց որ սիրուն մտնեն, իհարկե հաճելի է, որ գեղեցիկ մարդը մտնում, բայց մենք նայում ենք մարդու լրիվ ուրիշ ֆակտորներին, դա մաշկի գույնն է, դա մազակալման տիպն է, բայց ոչ ներքնազգեստը։ Ներքնազգեստի մասին զրույցը գնում է միայն այն դեպքում, երբ որ պետք է զգուշացնել, որ գրել այս տիպ է պետք չէ եւ ավելի շատ բամբակյա ներքնազգեստին է պետք առավելություն տալ առօրյայում նման հարցերը, բայց այդ հարցերին իրականում մատնահարդարումը, պեդիկյուրը դա մենք ուշադրություն չենք դարձնում։ Լինում է որ զանգում են շտաբ, արունահոսում եմ, այն հարցն է, կարող եմ մոտենալ, ասում իհարկե հենց հիմա մոտեցեք, որովհետև այդ ինչքան էլ գրաֆիկը խիտ է, դու շտաբ հիվանդը դա լրիվ այլ ընթացք է տալիս։ Ասում չէ հիմա չեմ կարող, հիմա արյունա, ես չեմ կարող գալ նման ձևով բժշկի, ասում հենց այդ ժամանակա պետք գալ։ Մեր համար նույնիսկ գինեկոլոգիայում եւ այլ մասնագիտությունում, եթե կա արյունային արտադրություն, առատ արյունային արտադրություն, թարախային արտադրություն, այդ ամենը ոչ թե խոչընդոտ է եւ սпасենք անցնի, այլ եթե դա արտահերթ է եւ դրսեւորվում է որպես խախտում, միանշանակ հենց այդ պահին պացիենտը պետք է մոտենա բժշկին, դա խնդիր չի։ Հենց որ նախապատրաստվել պետք է ընդամենը մինիմալ հիգիենայի պրոցեդուրաները անելով, ուրիշ ոչ մի նախապատրաստման պայման չկա։ Երբեմն նաև պացիենտները սկսում են ամաչել, թաքցնել, կոծկել նաև իրենց համար գուցե ամոթալի երևույթները, բայց բժշկի համար որոշիչ պատասխանները, եւ ուզում եմ նաև շեշտենք, որ երբ բժիշկը տալիս է շատ հարցեր, նույնիսկ ինտիմ հարցեր, սրանք զուտ հետաքրքրությունից չեն, սրանք զուտ որևէ նոր բան իմանալու ցանկությունից չեն, այլ պարզապես սրանք այնպիսի հարցեր են, որոնք որոշիչ են լինում բժշկի հետագա քայլերը որոշելու դեպքում։ Միանշանակ ինտիմ հարցերի հետ կապված մեկ հայացքներից եմ հասկանում եւ ստիպված բարձաբանում եմ, որ այդ հարցը տրվում է կոնկրետ այս խնդիրը հասկանալու արկա է, թե չէ մտածեմ այդ ուղղությամբ թե ոչ, որովհետեւ կան հարցեր, որոնք պացիենտին տալուց միանգամից հայացքը փոխվում է եւ իրանք սկսում են մտածել, ինչի է հարցնում, ինչ է ինչի կամ միգուցե ասեմ թե չասեմ այս հարցի, պատասխանեմ թե ոչ։ Դա հետաքրքրություն չի։ Ասեմ ավելին, քանի որ մենք աշխատում ենք բոլորս բավական ծանրաբեռնված գրաֆիկով, նույնիսկ հետո իհարկե թող չնեղանան պացիենտները չես հիշում, որովհետև դու այդ պահին հարցը տալիս ես, քո համար ֆիքսում ես պատասխանը, գրառում ես անում ամեն պացիենտին անքետաներով, հակառակ դեպքում ֆիզիկապես հնարավոր չէ հիշել, գրառումը անելուց հետո, ֆիքսելուց հետո փաստը դու չես հիշում, այսինքն տեսնելով իրան դուրսը հաջորդ այցին պետք է նորից նայես փաստաթղթին, ինչ որ առիթին ընդհանրապես չես հիշում, եւ այդ փաստը զուտ ֆիքսում ես քեզ համար որպես բժշկական պատմության հետ կապ ունեցող ինֆորմացիա, բայց ոչ ավել, հենց որ հարցեր, նույնիսկ հարցեր են հնչում. այդ հարցները միշտ զարմացնում են, որ ասում մասնագիտությամբ
պացիենտով է եւ ինչ աշխատում, ավելի բառացի ասած, այդ հարցից միշտ իրանք ձգվում են։ Հարցը, եթե գիշերային աշխատանքը դա նշանակում է հորմոնալ ֆոնի հետ մենք այլ խնդիր ունենք։ Եթե դա նստակյաց աշխատանքը, օրինակ բանկի աշխատողը, որը հստակ պետք է ժամեր նստի կամ ինչ-որ օֆիսային աշխատանք է, դա փոքր կոնքի կանգի հետ կապված, դա այդ հարցն էլ է միշտ զարմանք է առաջացնում։ Նույնիսկ փոքր սրոկերի հղիության ընթացքում, որ հարցում ես, մենք կապ ունի, որ դուք կարողանաք մի ժամ վերկանալ քայլել, որպեսզի կանգային երևույթ չառաջանա։ Այսինքն այդ բոլոր նուրբ հարցերը իրանք իրականում ամբողջական պատկերը ստեղծելու ամեն մեկը մի փոքր կամպանիա են տան, հենց որ զարմանալ պետք չի եւ իրականում մոռանում ենք։ Չենք հիշում, պետք չէ, պարտներ երբ է փոխվել, այդ հարցն էլ է միշտ զարմանք առաջացնում երիտասարդների մոտ, ամուսնացած կանանց մոտ։ Եթե իրավիճակը մանավանդ պացիենտը եթե ստաբիլ գալիս է տարիներ շարունակ եւ տեսնում ես փոփոխություններ, հարցը տալիս ես եւ միշտ նշում եմ, որ դա ոչ մի տեղ արդեն չեմ ֆիքսում, զուտ հասկանամ ձեզ այլ հետազոտություններ, թե կարող ենք սահմանափակվել եւ լինում են տարբեր տիպի պատասխաններ, որոնք լսում ես, մոռանում ես, բայց քայլերը հստակ կարողանում ես կարգավորել։ Շատ լավ, մեր հանրությունը նաև ես իհարկե հասկանում եմ, որ դեպքեր իսկապես լինում են, բայց մյուս կողմից էլ այսքան տարի բժիշկների հետ աշխատելով հասկանում եմ, որ այնուամենայնիվ ցանկացած պարագայում լավ արդյունք ունենալու համար պետք է համալիր մոտեցում, եւ այս դեպքում երբ պացիենտին բժիշկն ուղղորդում է այլ մասնագետի մոտ ու ասում, որ որոշակի հետազոտություններ կամ քննություններ անցնելուց հետո, խորհրդատվություն անցնելուց հետո նորից վերադարձեք, որովհետեւ ունենք հարցեր լուծելու, կամ ուղարկում է հավելյալ նույն հետազոտությունը անցնելու կամ նույն լաբորատոր քննությունը անցնելու, մի շատ տարածված, վստահ եմ նաև ձեր ականջին հասած մի արտահայտություն կա, իրար պաս են տալիս, հա։ Ուզում եմ սա մեկ ընդմիշտ այս հարցին պատասխան տանք, որ համալիր մոտեցումը պաս տալ չէ, բայց մյուս կողմից էլ որ ցավոք կան նաև այդպիսի դեպքեր։ Ամենաերևի թե բժշկական, առողջապահական ցավոտ հարցերից մեկն է, որովհետև իրականում ցավալի է, բայց նման երևույթ եղել է, ես կարծում եմ գնալով ժամանակի ընթացքում մեծ հույսեր ունեմ, ես լավատես եմ, որ ավելի գնալով քիչ է հանդիպում, բայց այդ հարցին պետք է նորից գիտակցելով մոտենալ։ Ստեղ շատ մեծ դեր ունի պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունը, որովհետև եթե դուք կարողանում եք ձեր բժշկի հետ խոսել, իսկ դա պարտադիր պայման է, թե չես կարողանում խոսել, հարց տալ կամ խոսում ես բուժքրոջ հետ, բուժքրոջ հարևանի հետ, իր ռեգիստրատուրայի այլ հարգի պրիչոմ ներկայացուցիչի հետ, դա աբսուրդ է։ Դու պետք է կապ ունենաս անմիջապես բժշկի հետ եւ հավատացեք, եթե բժիշկը խոսքը գնում է իհարկե բժիշկների մասին, ոչ թե ինչ-որ բժշկի մասին, մեծատառով մարդ, ով ունի համապատասխան կրթություն, ով անցել է բոլոր этаպները եւ այսօր հասկանում է, որ ինքը բժիշկ է։ Որ ինքը այո, մենք այդտեղ շատ հարցերի պատասխան տվեցինք։ Եթե պացիենտը բժշկի հետ կարողանում է շփվել եւ ինչ որ չափով նաեւ անմիջական, չկոտրելով այդ սահմանը, սակայն լինի պարզ, բաց եւ հասկանա, որ ինչ խոսում ենք, հետո մենք մոռանում ենք եւ հանգիստ զրուցի։ Ինքը ստանա բացատրություն։ Եթե գալիս է պացիենտը եւ ես տեսնում եմ, որ կա վահանաձև գեղձի խնդիր, այսինքն կլինիկորեն կինը նկարագրում է։ Եթե ես տեսնում եմ, որ կա ուրոլոգիական խնդիր, այսինքն չկա մեր կողմից պաթոլոգիա, լաբորատոր հետազոտությունները նորմալ է, բայց կան այս գանգատներ, կից մասնագիտությունները, կամ այն, որ պետք է ամենաէլեմենտարը կրծքային գեղձը պարտադիր հետազոտվի տարին մեկ անգամ զուգահեռ վահանաձև գեղձին եւ փոքր կոնքի օրգաններին այդ եռյակը պարտադիր միասին պետք է հետազոտման ենթարկի, պացիենտին եթե բացատրեմ, այդ դա է ուզում հստակ նշել, ինքը կհասկանա ինչ եմ ես ասում։ Եթե ես զննումը անեմ ու իրան ներկայացնեմ օրինակ ինչ որ հետազոտություններ, որոնք ընդհանրապես գինեկոլոգիայի հետ կապ չունեն, որոնց հետ ինքը գանգատ չունի, որոնք իր համար ընդհանրապես զարմանալի էր, որ ես նմանատիպ հետազոտություն եմ ցույցում, իհարկե ինքը կարա նորից հարց տա եւ եթե իմ հարցի պատասխանը չլինի լիարժեք, չլինի իր համար հասկանալի, որովհետեւ ես ոչ թե բժշկական տեսանկյունից պետք է բացատրեմ, այլ այն ինչ ինքը զգում է եւ ինչքանով, այո, անատոմիային տեղյակ է, ինչքանով ինքը կարող է դա պատկերացնել։ Այդ դեպքում, եթե ինքը դա չի տեսնում, նորից պետք է փոխել բժշկին։ Որովհետեւ այստեղ ամենակարևորը այդ շփումն է։ Եթե ուղղակի գրեմ, որ այս բաները պետքա եւ ասեմ, այսինչ մարդուն, այսինչ տեղը, այսինչ կենտրոնում, այսինչ դեղատան, այսինչ այդ արդեն լրիվ ուզում եք ես պայմանավորվեմ։ Դա հետ вообще абսուրդ է, որովհետեւ իմ անունից կգնաք անպայման կնշեք, հա, այդ բոլորը արդեն տալիս է հիմք, այո, այդտեղ ես գլուխս կախ պետք է ասեմ, որ չեմ կարող մեկնաբանել, բայց եթե ես բայց այլ մի ուրիշ կողմ ունի, չէ, գուցե
այս մասնագետը այնքան է վստահում տվյալ մասնագետին, որ իսկապես գտնում է, որ նման խնդրի դեպքում իր խոսքը կարող է որոշիչ լինել։ Շատ լղոզված է լինում, այս պատասխանը։ Շատ լավ հարցեր բացատրեմ։ Ինչ օրինակ վերաբերում է, ես ինչ զրույցի ընթացքում անդադ վերադառնում եմ գինեկոլոգիային, իմն է։ Դե նորմալ է, որ կարծում եմ օրինակ վիրահատության հարցը։ Ես ձեր հետ լրիվ համամիտ եմ, բայց մենք ունենք հոյակապ վիրահատող մի շարք մասնագետներ։ Իրականում եւ որպես անձլավ մասնագետ եւ որպես վիրաբույժ, մեկը շատ լավ լապարասկոպիստ է, մյուսը բաց վիրահատություններ, մեկը հեշտոցային ճանապարհով, մեկը պրոցեդուրաներ ներարգանդային, ընտրություն տվեք պացիենտին։ Օրինակ, կա այսինչ հիվանդանոցում, որտեղ ծառայություն ունենալը այսօր ունենալ մանկաբարձ գինեկոլոգիական ծառայություն, դա դեռ չի նշանակում ունենալ ամբողջական հնարավորություն առավել եւս բարդացած դեպքերում շտապ օգնություն ցույց տալու, այսինքն նորմալ ծննդաբերությունը ցանկացած պահի կարող է ունենալ շատ բարդ ընթացք։ Ես տալիս եմ ընտրություն։ Այկա, այս հիվանդանոցը մենք ունենք այս մասնագետներ, որ հոյակապ մասնագետ են, վարում են, ծնունդ ընդունում են եւ այլն։ Ունենք այս հիվանդանոցը, դեռ կան այս մասնագետներ, որտեղ իրականում պացիենտը չի կարող իմանալ բոլորին եւ մտնել հիվանդանոց, ասել բարև ձեզ, ես ուզում եմ վիրահատվեմ։ Դա հասկանում եք, որ մեր առօրյայում այսօր, եթե չկա ուղղորդող որևիցե հարց, դա կարող լինի ապահովագրականը, պոլիկլինիկայի ուղեգիրը, մասնագետը, որին ինքը հարգում է, հավատում է, վստահում է, ինքը ինչ որ չափով ուղղություն է տալիս, այսինքն տալ ընտրություն առանց որևիցե այլ ցուցումների, որ անպայման ցույց կտաս, անպայման կանես, անպայման այսինչ է, այսօր քեզ թղթիկը, որի վրա նշված է եւ հետո ինձ կզանգես ու կասես կամ հասկանում եք այդ ամեն ինչը պացիենտը պետք է չամանչի, չվախենա, չընկճվի, որ ասելա լավ տենցել համ, չէ, հարցրեք։ Ասեք ինչու, այսինչ է։ Բժիշկը ձեզ բացատրի, որովհետև այդ ինչ այս ոլորտում այսքան տարի է, որտեղ ունի հենց լապարասկոպիաների առումով, ասենք թե մի քանի տարվա փորձ, ես տեսել եմ իրանց աշխատանքը, դրա վրա եմ շատ հիմնվում, լինում են վիրաբույժներում չեմ ճանաչում, բայց կեսարանից հետո գալիս են, տեսնում եմ սպին, պարտադիր հարցնում եմ, ով է վիրահատել, ոչ թե հետաքրքրություն ազուտ, չէ, իմ համար դա կարևոր է, որովհետև ես իմացա, որ այսինչ մասնագետն է, այսինչ հիվանդանոցում, այսինչ հոյակապ կատարում է նման վիրահատություն առանց որևիցե բարդության, նույնը միոմեկտոմիաների մասին, մոտեցումները լինում են, գալիս է պացիենտը, դու տեսնում ես ինչա կատարվել, մեծ միոմատոզ հանգույց, բուժումը արվել է լրիվ այլ ոչ ստանդարտ եւ այսօր ոչ գովազդված մեթոդներով, բայց վիրահատական բժշկականի մասին է խոսքը իրական։ Հարցնում ես, որովհետեւ դա շատ կարեւոր է եւ հաջորդը արդեն դու նկատի ես ունենում, որ այս վիրաբույժները իրանք ունեն։ Տալ ընտրություն, ոչ թե ունենալ քսերակս արած թղթիկ, որ մոտեցեք, այսինչու всё մնացած շատ վատն են, ոչ։ Մենք բոլոր այն հիվանդանոցները Նոր պատասխանատու է, չէ, բժշկի մոտ ուղղորդելը շատ։ Եվ ամենակարևորը, ինչ նշում եմ, ոչ բժշկական արդեն ընդհանրապես զուտ մարդկայինով, երբ որ պացիենտը մտնում է վիրաբույժի մոտ, խոսում է, ես ասում եմ, ինքը ուշադրություն դարձնի շատ մեծ իրանց փոխհարաբերության։ Կարա լինի հոյակապ մասնագետ, ես խորհուրդ տամ, բայց պացիենտը այնքան լարված, այնքան չուզենալով, չվստահելով, ամեն բառը կասկածի տակ դնելով, դա իհարկե չէ։ Պետք է մի քանի անգամ, կարող են մի քանի այց լինի, իրանք խոսեն վիրաբույժների հետ, մենք կակտը վիրաբժական բան, բայց նույնը վերաբերվում է նույն օրալոգիային։ Էնդոկրինոլոգիային ծանոթացեք բժշկի հետ, ոչ մի բժիշկ չի ասելու, բարդես գնա վճարի, չէ։ Մի հատ խոսացեք, սենց խնդիր ունեմ։ Բժիշկը ասում է նույնիսկ երբ դու զանգահարում ես կոնսուլտացիայի ժամ ու օր պայմանավորվելու, մոտեցումից, պատասխանելուց, ձայնի երանգից ամեն բան պարզ է լինում։ Իհարկե վստահ եմ նաև կան դեպքեր, երբ շատ անհարմար պահի է զանգահարում պացիենտը, բայց մեծամասամբ նույնիսկ այս առաջնային խոսակցությունից հետո քեզ համար հստակ է արժե գնալ, թե չէ։ Առավել եւս, եթե ջղայնացած պատասխանը լինում անթունելի, ուրեմն արժե գնալ։ Դե հա։ Նաև մի էլի ինձ համար գոնե կարևոր հարց եմ ուզում բարձրաձայնել, որի հետ շատ հաճախ առնչվում եմ։ Ուզում խոսենք նաև երկրորդ կարծիք կոչվածի մասին։ Սա համաշխարհային ընդունված երևույթ է, բայց երբեմն նաև լղոզված է դառնում, ել չեմ ասում, երբ երկրորդ կարծիքի հետևից գնում ես, լրիվ ուրիշ պատասխան ես ստանում, ավելի մեծ փոսի մեջ ես հայտնվում։ Դա շատ նուրբ հարց է։ Նայած ինչի երկրորդ կարծիքի մասին է խոսքը։ Եթե խոսքը գնում է վիրահատական միջամտությունների, ծավալների, ավելի ինչ որ չափով կյանքին սպառնացող եւ
ծավալ ունեցող ժամանակ եւ ֆինանս տրամադրելու նպատակով պետք է հասկանալ, այստեղ պետք է երկրորդ կարծիքը լինի այդ միջամտությունը չանող մասնագետ։ Որովհետեւ եթե մասնագետը ունի համապատասխան կրթություն, այսինքն ինքը ունի տարիների փորձ, ինքը ունի գիտական աշխատանք, ինքը ունի այդ ոլորտում աշխատելու փորձ, ինքը ձեզ կասի առանց որևիցե այստեղ էլի դուք ինձ դրեցիք sense սահմանների մեջ առանց շահագրգռված բառը չի սազում, բայց առանց որևիցե հետին մտքի ես դες բան չասեցի, այո, այսինքն ուղղակի դու ասացիր ուղղակի բժիշկը կտա ախտորոշում եւ ինչ մոտեցումներ կան եւ այս բարագայում ինչա պետք կանել։ Նորից եթե վերադառնամ գինեկոլոգիա, օրինակ վիրահատություն, միոմա վիրահատել թե չվիրահատել, կնոջ տարիքը, ռեպրոդուկտիվ պլանները եւ այլն։ Իջեցում գնալ այսօրվա այդ բազմաթիվ անգամ կրկնվող միջամտություններով, թե կա ալտերնատիվա մեկ անգամ եւ ընդմիշտ կատարելու այդ նույն միջամտությունը այլ մեխանիզմով տարիներով փորձած եւ հավերժ գրեթե եթե պահպան վերջնական պահպանել արդյունքը։ Այսինքն այստեղ պետք է ընտրել մասնագետին։ Եթե խոսքը գնում է նման ծառայության մասին, եթե խոսքը գնում է ուղղակի ախտորոշման, առօրյա ախտորոշում, որը իրանից ներկայացնում է ոչ բարդ, ոչ կյանքին սպառնացող, ոչ երկարատև բուժում պահանջող, այստեղ արդեն ավելի շատ այդ վստահությունն է, որովհետև եւ ընկալելու պացիենտի եւ բժշկի հետ նորից շփման հարցը։ Այսինքն եթե պացիենտը գանգատները նշելով անցնում է հետազոտություն, դու իրան բացատրում ես, դա պետք է համահունչ լինի իր հասկացածին, իր զգացածին եւ բուժումը ունենա արդյունք։ Դա ամենակարևորն է։ Եթե ինքը զգում է ցավ, դու բուժում ես դիսֆունկցիա հորմոնալ, իհարկե ինքը կարող գնա երկրորդ կարծիք հասկանա, որ այս հորմոնները հանձնել են, բայց ունեմ ցավեր, ունեմ թարախային արտադրություն, կոպիտ օրինակ եմ բերում, կարծես թե իրար հետ կապ չունեն, ինչ անենք։ Դա լրիվ այլ է, այստեղ արդեն պետք է զուտ վստահել, հասկանալ եւ կողմնորոշվել համապատասխան կլինիկա, ախտորոշում եւ արդյունք։ Դե այդ արդյունքները լինում են շատ ավելի արագ։ Եվ վերջին հարցը երևի թե շատ հաճախ այն կանայք, ովքեր որ վիրատական միջամտությունից հետո հեռացրել են այսպես կոչված հանրության մեջ տարածված, հա, տերմինով ասեմ, կանացի օրգանները, հա, արգան, ձվարաններ, մի խոսքով այն ամենը, ինչ որ ռեպրոդուկտիվ շրջանի համար, կնոջ համար կարևոր են։ Կամ ինչպես ժողովուրդն էլի ասում, ինչը որ կնոջը դարձնում է կին, հա։ Արդյոք սրանից հետո եւս պետք է գինեկոլոգիական տարեկան հետազոտություններ անցնել, թե ոչ։ Այո։ Նախ վիրահատության ծավալը լինում է տարբեր։ Եթե ամբողջությամբ հեռացված է, մենք ունենում ենք հեշտոցի կուլտուրա։ Միևնույն։ Մի բան մնացած լինում է։ Այո, միանշանակ մի բան լինում է։ Հիմնականում դա լինում է կամ պարանոցը եւ մի ձվարանը կամ ձվարանը առանց պարանոցի լինում է հեշտոցի այդ հատվածը հետ վիրահատական կուլտուրան, ինչ որ բան մնում է եւ փոքր կոնքում ազատվում է մի տարածք, որը իսկ բնությունը բաց տարածքներ ազատ չի չեմ, դա պետք է լցվի որևիցե բանով։ Դա հիմնական աղիքներն են, միզապար անատոմիկ դիրքը փոխվում է։ Հետազոտությունը ուղղակի ծավալն է փոխվում, շատ ավելի կարճ եւ ավելի պացիենտի համար արագ հետազոտություն է լինում, որը կանխում է հնարավոր բարդությունները։ Նույն այդ, եթե ամբողջ այ կանացին լավ ասեցիք, նաեւ կանացի բժիշկ, կանացի օրգաններ։ Դե մենք նման հետա վիրահատությունները ասում ենք կանացին հեռացրեցին։ Կանացին հեռացվեց, այդ կանացին ծավալն է կարևոր, եթե դաժե մնացել է միայն կուլտյան, կարա լինի գրանուլոբաներ կուլտյայի վրա, որոնք տան արյունային արտադրություն չապահովագրվեց այն։ Չէ, ամբողջը հեռացվել եմ, չեմ հետազոտվում, դա սխալ է։ Եթե կին ես ծնվել, ուրեմն պետք է մինչև վերջ հետազոտվել, որպեսզի նման, դա շատ փոքր հարց է, ընդամենը փոքր կոագուլյացիայով լուծվող, դա վիրաբույժները վարկյանի պահի ուղղակի կատարում են առանց շատ հեշտ է, բայց պացիենտը կարա ունենա, օրինակ վիրահատվեց կինը անցավ 6 ամիս մի տարի ինքը նկատեց արյունային արտադրություն, պատկերացնում եք պանիկան, այֆոբիաներին վերադառնանք, ահա ուրեմն ինձ մոտ։ Եվ խաբելը ոչ մի բան չեն հեռացրել։ Այո, չեմ ասում բարդ դեպքերի մասին, եթե քաղցկեղի հետ կապված վիրահատություն ա լինում, այստեղ պարտադիր կատել, լիմֆատիկ հանգույցներն ա պետք, այսինքն հետևողական լինել պարտադիր է։ Եթե մնում է պարանոցը հետ վիրահատական, այսինքն հեռացվում է արգանդը մի հավելում մի կողմով, մեր թողնում ենք մի ձվարան, այստեղ առավել եւս պապտեստի անհրաժեշտությունը մնում է ձվարանները շարունակում են աշխատել, եթե դա լինում է նախակլիմակտերիկ շրջանում կամ ռեպրոդուկտիվ, պետք է հետևել, որ չառաջանան կիստաներ, որոշ փոփոխություններ, այսինքն դա պարտադիր հսկողության ոլորտում մնում է, դա պարտադիր։ Հստորեն գինեկոլոգը դեռ մնում է ակտուալ այս կանանց համար։ Միշտ։ Շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ կարողացանք ուղղորդող լինել
եւ որ ամենակարևոր մեսեջն այս հաղորդման համար գոնե ինձ համար բժշկի գնալուց չպետք է ամաչել, վախենալ, թաքցնել եւ մտահոգվել, որովհետեւ Փառքաստո այսօր այնպիսի ժամանակահատվածում եւ դարաշրջանում ենք ապրում, որ գրեթե բոլոր հարցերը ունեն լուծումներ եւ պարզապես պետք է անել ամենադժվար քայլը՝ կայացնել որոշում ժամանակին։ Այո։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։